Ողջունում եմ համայն հայությանը, ես Արտյոմն եմ Պողոսյան, ծնվել եմ Շիրակի մարզ Սարատակ գյուղում, ուրախ եւ հպարտ եմ, որ ծնվել եմ հենց Հայաստանի հենց իմ գյուղում։ Հայրական կողմս 1820 թվականներին գաղթել է Բասեն գավառից, մայրական կողմս մշեցիներ են, երկու կողմն էլ զդայրու հայեր են եւ դրա համար նույնպես շատ ուրախ եւ հպարտ եմ։ Իմ բնակարանի հենց շուկամուտքից երևում է Արագածները իր ողջ վեհությամբ, դրանից ես ոգևորվում եմ եւ ամեն լուսաբացին ես դուրս եմ գալիս ընտանից, նայում եմ Արագածին, աղոթում եմ անկեղծ ասած, որ ես կարողանում եմ ապրել եւ նայել իմ Արագածի լեռանը, դուրս եմ գալիս իմ ամենօրյա գյուղի աշխատանքին։ Քանի հատ անասուններ ունեմ, մեծ սիրով իմ աշխատանքը կատարում եմ, առանց տրտնջալու։ Իմ արմատ այս հողում է, ես դրա համար ես ինչ չեմ պատկերացնում այս հողից հեռու։ Ես սիրում եմ իմ հողը, այս հողի վրա իրականում շատ այրուն է թափվել, այս հողը իմն է, բացարձակ իմն է, ես Հայկ Նահապետի ժառանգ լինելով, գիտեք այս հողը իմն է, իմ էությունն է, ես երբեք չեմ պատկերացնում այս հողից հեռու, ստեղծում եմ այս հողի վրա, կարողանում եմ ստեղծել պահել իմ ընտանիքը, այս հողից հեռու չեմ պատկերացնում իմ կյանքը եւ ես աշխարհի երջանիկը կլինեմ, եթե մի օր տեսնեմ համայն հայությանը մեկ միացյալ Հայաստանում այս հողի վրա, բոլորս միասին կերտենք եւ շենացնենք մեր երկիրը։ Հիմա էլ ժամանակն է, մեկ անգամ եւս համախմբված ձևով, ամենքս մեր չափով լումաներ դնենք։ Ես ապրում եմ իմ համայնքում, իհարկե, ծանր է ժամանակները, դժվար է, բայց փառք Աստծո, կարողանում եմ ստեղծել իմ արտար քրտինքով։ Եվ այդ դժվար ստեղծվածից նաեւ բաժին հանել, լումաներ դնել, պայքարի դաշտում, իրական մաքուր ազգային պայքարի դաշտում մեր առաջնորդներին օգնելու եւ օժանդակելու համար, որովհետեւ մեր պայքարը հաջողությամբ պսակենք, այլ ճանապարհ չկա։ Կամ կառուցում ենք, կերտում ենք մեծ եւ հզոր Հայաստան, կամ ուղղակի ոչնչացվում ենք, ուղղակի, որովհետեւ այսօր մեր ժամանակներում տեսնում ենք, որ արդեն հայ մարդու ինքնությունը եւ արժեքներն են դրված ոչնչացման, արդեն տեսնում ենք ներկայիս իշխանությունները ինչպիսի արժեքների վրա է հարձակվում, ուղղակի հարձակվում են։ Սա իհարկե խարան է մեր համար, երբ որ եկեղեցին գտնվում է հարձակման տակ ուղղակի։ Չեմ շղթում, ունենք եկեղեցում նույնպես փոփոխությունների կարիք, բայց դա իր ժամանակը պետք է աներ։ Դա չպետք է աներ վարչապետը, դա չպետք է անեն ոստիկանական համակարգը։ Դա բնականon հունով, երբ որ ազգային իշխանություն կունենային, ժողովուրդն ինքը բնականon հունով կտաներ այդ ճանապարհին։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ ամրացրու Հայաստանի վերածնունդը։